ձեռքում ես 4 թուղթ է։ Առանձին սրանք արժեք չունեն։ Բայց սրանք երբ որ մենք փորձենք միացնենք իրար, մենք կստանանք քարտեզ։ Ինչ քարտեզ կստանանք։ Քարտեզ, որտեղ նշված է ապագա շների կացարանի վայրը։ Ինչու՞ եմ սա կադրել եւ ցույց տալիս ձեզ։ Հիմնադրամի մասին երբ որ խոսեցի, որ հիմնադրամը 12000 բնակարան պետք է կառուցի, 20000 աշխատատեղ, պլյուս 3000 տուրիստ օրական Գյումրիում, շատերի մոտ հարց ծագեց, որ հնարավոր չէ դա անել։ Այո, դուք ճիշտ եք, երբ որ դուք առանձին եք նայում այդ ամենին, հնարավոր չի, բայց երբ որ մենք սա միացնենք իրար եւ ունենանք քարտեզը, արդեն հնարավոր է եւ բոլորի մոտ հասանելի կլինի, այո, ճիշտ է, գաղափարը ճիշտ է կարելի անել։ Ինչու՞ եմ այս 5 մարդկանց նկարները տեղադրել տեսանյութի տեսանյութում։ Այս 5 մարդիկ այն մարդիկ են, որոնց շնորհիվ սա իրականանա, որոնց օժանդակությունն ու օգնությունն ամենակարևորն է հիմնադրամի կայացման եւ հետագայում աշխատանքի մեջ։ Կարենը, Պետրոսյան Կարեն, Ժող ինստիտուտ, ով ունի երիտասարդների ռեսուրս, որոնք ունեն գաղափար, միտք եւ որոնք ավելի շատ են լսված կյանքի գրագով, քան ծսրվա մենք տարիքովներս, որոնք արդեն տարիքով են։ Կարեն Պետրոսյանին մոտ օրերս կփորձեմ ներկայացնել ծրագիրս եւ ես համոզված եմ, եթե Կարեն Պետրոսյանը հասկանա, որ ամեն ինչ դեպի ճիշտ ենք գնում, մենք կունենանք Կարեն Պետրոսյանի ռեսուրսը, այսինքն երիտասարդություն։ Սա շատ կարևոր է, առանց երիտասարդ ոչ մի ծրագիր հնարավոր չի իրականացնել։ Վարդան Ղուկասյան ոչ վաղ անցյալում ընտրված Գյումրու ամայնքապետ, քաղաքապետ եւ ամենակարևորը մարզկենտրոն Գյումրու քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանն այն մարդն է, որ այս ծրագրերը պետք է հաստատի բերի ազգային ժողովրդում հավանանու կողմից հաստատվի եւ այսպես ասած ծրագրերին շունչ տա։ Իր այդ նույնպես կոմունիկացիայի խնդիր չկա, բավականին արագ արձագանք կա, ամեն հարցի շուրջ ես ինձ շատ լավ եմ դրանից։ Դավիթ Արուշանյան նույնպես պրինցիպիալ բանիմաց Շիրակի մարզպետ, որի միջոցով այս նույն ծրագրերը մենք կարող ենք արդեն հասցնենք երկրի վարչապետին, նախարարներին, որ Դավիթ Արուշանյանն ունեն բոլոր ռեսուրսները, որպեսզի ծրագրերն իրականացվեն արագ տեմպերով, այսինքն ոչ մի գերատեսչությունը չվերցնի ծրագիրն ու տարիներով սպասել, որտեղ կունենանք ունենք մարզպետ, որը պատրաստական մեզ ամեն ինչի հետ աշխատելու է, պատրաստական մեզ ամեն ինչ անելու։ Այո, ունեցել եմ քննադատությունը մի փոքր Դավիթ Արուշանյանի հանդեպ, դա նորմալ է, դա քննադատություն է, եւ դա բերում է միայն մի բանի աշխատանքի ավելի լավ աշխատանք կատարելու, որտեղ եթե չկա քննադատություն, կարող է լինել լեջացում։ Ինչևէ, Մարտուն Գրիգորյանը ազգային ժողովի պատգամավորը, որի միջոցով մենք կարող ենք ցանկացած օրենսդրական փոփոխությունների խնդրի դեպքում ինչ որ խնդիրներ, որոնք որ պետք է բարձրացվի ազգային ժողովում, Մարտուն Գրիգորյանը ես գիտեմ, որ պատրաստ է եւ կա Մարտուն Գրիգորյանը այն մարդն է, որն իրականում աշխատանք կտանի դեպի մեր քաղաքի զարգացման համար եւ այս պարագայում Մարտուն Գրիգորյանի վրա մենք կարող ենք հույս տնել որպես ազգային ժողովի պատգամավոր, որի միջոցով մենք մեր ծրագրերը կարողանանք առաջ տանել։ Այսինքն Մարտուն Գրիգորյանը կարողանա մեր ծրագրերը լոբինգ անել։ Սա շատ կարևոր է լոբինգը, երբ որ ծրագիրը կտանեն ազգային ժողով, խոսան քննարկեն վերջ առաջ կերտան։ Սա Մարտուն Գրիգորյանը եւ երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանը, որը պետք է ամեն ինչի վերջում Նիկոլ Փաշինյանն է, Նիկոլ Փաշինյանի կամքը ուժը նույնպես պետք է ներառված լինի։ Ամեն մեկի մասին առանձին խոսամ, ամեն ծրագրի առանձին խոսամ, բայց ես մի բան ասեմ ձեզ, որ այս 5 մարդը միգուցե իրար հետ չունին, իրար հետ տարաձայնություններ ունեն, միգուցե իրանք թիմ չեն, բայց գաղափարի շուրջ ես համոզված եմ, իրանք բոլորը միանան, որտեղ մեկ գաղափար կա իրաց մոտ, Հայաստանի զարգացում։ Այս մարդկանց ամենակարևոր արժեքն ունեն, իրանք ուզում են պետությունը զարգանա։
Տեսանյութը շարունակելի է, ես ամենօրյա ռեժիմով փորձեմ տալ ծրագրեր տեղակ պայել հիմնադրամի ճակատագրի հետ, ուր հասանք, ինչ գործընթացի մեջ ենք, ինչևէ շնորհակալություն ուշադրության համար։